օրինակ հաց ուտելու ժամանակ քրիստոնյաներս ունենք սովորություն աղոթքելու, չէ՞։ Եվ շատ անգամ ասում ենք Տեր կերակրի աշխարհի բոլոր սովածներին։ Լավ մաղթանք է, լավ կենացա։ Ամեն անգամ երբ որ լսում եմ այդ խոսքը, իմ մեջ մի հատ ձայն է բարձրանում՝ դու կերակրի։ Կարաս դու գոնե մի հոգու կերակրես։ Դու եւ թե մի հոգու կարաս կերակրես, մի խնդրի Աստծուն, որ ամբողջ աշխարհին կերակրի։ Դու եղիր այն մարդը, որ գոնե մի հոգու կկերակրես։ Երբեմն մեզ թվում է Աստծուց շատ մտահոգված ենք ամբողջ աշխարհի համար, ամբողջ աշխարհի փրկությունն ենք ուզում, ամբողջ աշխարհի բժշկությունն ենք ուզում, ամբողջ աշխարհի կուշտ փորն ենք ուզում, կշտանալն ենք ուզում, բայց ինչ ենք մենք անում։ Արդյոք մենք կարողանում ենք գոնե մեկ հոգու փրկության պատճառ լինել, մեկ հոգու համար աղոթել ու բժշկել, արդյոք մենք կարող ենք մեկ հոգու կերակրել, հա։ Եկեք սկսենք մեզանից։ Գիտես, ես լսում եմ Աստծո ձայնը, երբ որ ամբողջ աշխարհի համար աղոթում ենք, Աստված ասում է, բայց ես քեզ ունեմ երկրի վրա։ Ես քեզ եմ դրել երկրի վրա։ Դու ես իմ ներկայացուցիչը, դու ես իմ որդին, դու ես այն անձը, այն մարմինը, որի մեջ որ ես բնակվում եմ իմ հոգով։ Եվ գիտես, պետք չի մեզ արանքից հանել, ասպարեզից հանել ու սենց աբստրակտ ինչ-որ աղոթներ ու ցանկություններ ունենալ։ Աստված մեզ ա դրել, սիրելիներ։ Աստված քեզ ունի երկրի վրա, ինձ ունի երկրի վրա։